Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր մայիսի 13 Հավատքի դժվարին փորձությունը Յուրաքանչյուր հավատացյալի կյանքում և եկեղեցում գալիս է մի ժամանակ, երբ Աստված մեզ ենթարկում է հավատքի դժվարին փորձության։ Դա նույն փորձությունն է, որին Իսրայելը բախվեց Հորդանանի կողմում գտնվող անապատում։ Այս փորձությունը մեզ սպասող բոլոր վտանգներին, մեր առջև արմատացած հսկայական խնդիրներին, տառապանքի բարձր պատերին, մեզ կործանել ձգտող իշխանություններին և մեզ ամբողջությամբ Աստծո խոստումներին հանձնելու համար է։ Փորձությունը ձեր ամբողջ կյանքը նրա խոսքին վստահելուն և ապավինելուն նվիրվելու համար է։ Դա նվիրվածություն է հավատալու, որ Աստված ավելի մեծ է, քան մեր բոլոր խնդիրներն ու թշնամիները։ Մեր երկնային Հայրը չի փնտրում այնպիսի հավատք, որը կարողանում է բախվել ինչ-որ ժամանակի ընթացքում միայն մեկ խնդրի։ Նա ցանկանում է անմահ հավատք, անմահ նվիրվածություն, հավատալու նրան անհնարինի համար։ Այդպիսի հավատքը խաղաղություն և հանգստություն է բերում մեր հոգիներին, անկախ նրանից, թե ինչ իրավիճակում էլ որ հայտնվենք։ Մեր Տերը սիրող է և համբերատար, բայց Նա թույլ չի տա, որ Իր ժողովուրդը բնակվի անհավատության մեջ։ Միգուցե դուք ժամանակ առ ժամանակ փորձարկվել եք, բայց հիմա ժամանակն է, որ որոշում կայացնեք։ Աստված ուզում է հավատք, որը կդիմանա նույնիսկ ամենադժվար փորձությանը, հավատք, որը թույլ չի տա որևէ բանի սասանել ձեր վստահությունն ու ապավինությունը նրա հավատարմության հանդեպ։ Մենք պարզապես չենք կարող հավատք ձևավորել, մենք չենք կարող այն ստեղծել կրկնելով «Ես հավատում եմ, ես իսկապես հավատում եմ»։ Ոչ, հավատքը Աստծուն հնազանդվելու մեր պարտավորությունն է։ Երբ Իսրայելը դեմ առ դեմ կանգնեց Երիքովին, ժողովրդին ասվեց, որ ոչ մի բառ չխոսեն, այլ պարզապես քայլեն։ Աստված պարզապես պահանջեց նրանց հնազանդվել Իր խոսքին և առաջ շարժվել։ Նրանք չասացին «Օգնիր ինձ հավատալ, Տեր», փոխարենը նրանք պարզապես հնազանդվեցին։ Դա է հավատքը։ Դա նշանակում է ձեր սիրտը ուղղել հնազանդվելու գրված Աստծո ամեն խոսքին, առանց կասկածի տակ դնելու դրանք կամ թեթևամտորեն վերաբերվելու։